Իրավական հարցերից, իրավական կողմից ես չեմ խոսա, բայց ուղղակի ես կասեմ, որ բարոյական տեսանկյունից բարոյական չէ, երբ այսօր անազատության մեջ են գտնվում 4 սրբազան հայրեր, բոլորն էլ շինցուկ հրեական գործերով։ Բարոյական չէ, երբ անազատության մեջ է գտնվում հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու պատրաստակամություն հայտնած Սամվել Կարապետյանը։ Բարոյական չէ ընդհանրապես այն վիճակը, որ աշխարհում ամենաառաջինը քրիստոնեություն ընդունած ազգը այսօր կանգնած է նման մարտահրավերի առաջ։ Դիտեք, հանրության մեծ մասին հնարավոր չէ կերակրել նրանով այն ինչ արտահայտում է երկրի վարչապետը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ես վստահաբար կարող եմ ասել, գիտակցում է, թե ինչ է կատարվում, ու դրա փաստն է, այսպես ասած, տուրիստական արշավներով, տարբեր եկեղեցիներով վեհափառ հոր անունը զեղչելով պատարակների մասնակցել է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտակցում են ինչ է կատարվում, եւ դրա համար շատ մարդիկ այսօր մասնակցում են Սուրբ Պատարագին։